Հարգելի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու անդամներին ողջունում են ձեզ։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 16-րդ հոդվածի պահանջներին 2025 թվականի մայիսի 15-ի հրավիրվել է Արզնի համայնքի ավականի թիվ 07 հերթական նիստը։ Նիստի ներկա են հավաքանու 8 անդամներից նիստը համարում ենք սկսված։ Օրակարգը կներկայացնի աշխատակազմի քարտուղար Նելի Հարությունյանը։ Համայնքի ավականու թիվ 07 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 16-րդ հոդվածի պահանջների համայնքի ավականին որոշում է հաստատել համայնքի ավականու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 07 հերթական նիստի օրակարգը։ Հարց համար առաջին։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 02N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարց համար երկրորդ։ Համայնքային սեփականություն հանդիսացող փողամասն ուղղակի վաճառքի եղանակով գնման նախապատվության իրավունքով օտարելու մասին։ Հարց համար երրորդ։ Համայնքային սեփականություն հանդիսացող փողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Հարց համար երրորդ։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող փողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 4. Քաղաքացու սեփականություն հանդիսացող փողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 5. Քաղաքացու սեփականություն հանդիսացող փողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին ստորագրման օրվանից։ Ես դեմ եմ օրինակ տվյալ 1500 մետր երկձերի վաճառը։ Դրա ճանապարհ չունի։ Բայց այդքան հովանոցում է դրա ճանապարհը որտեղից է, ինչ չեք գնում աճուրդի։ Ես եմ ուզում ասել։ Հիմա քննարկում ենք կամ դեմ ենք կամ կողմ ենք։ Սա օրակարգն ենք հաստատում։ Եթե դեմ եք 4 կողմ 1 դեմ, օրակարգը համարում ենք հաստատված, անցնում ենք օրակարգի հարցերին։ Հարց համար առաջին։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 02N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի Արզնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 02N որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրություն համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Քվեարկության կողմ 5 կողմ որոշում ընդունված է, անցնենք օրակարգի երկրորդ հարցի։ Համայնքային սեփականություն հանդիսացող փողամասն ուղղակի վաճառքի եղանակով գնման նախապատվության իրավունքով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով հողամասի վարձակալ Արտուր Վանիկի Խոջոյանի դիմումը համայնքի ավականին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել գնման նախապատվության իրավունքով օտարելու Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2603/2025 թվականի թիվ
2603-2025 գիծ 07 գիծ 0183 վկայականը վարձակալության իրավունքով Արթուր Վանիկի Խոջոյանին տրամադրված 07-10-02-21-0016 կադաստրային ծածկագրով 0.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 0705-2025 թվականի թիվ 0705-2025 գիծ 07 գիծ 0088 վկայական հողամասի վարձակալ Արթուր Վանիկի Խոջոյանին պարտավորեցնել Արթուր Վանիկի Խոջոյանին 4 միլիոն ՀՀ դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900-132-178 հաշվի համարին սույն որոշման հիմքով հողամասի վարձակալ Արթուր Վանիկի Խոջոյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի առողջարքի պայմանագիր դիմել նոտարական վավերացման և դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար 30 օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։ Քվեարկություն կողմ 5 կողմ որոշում ընդունվեց անցնել օրակարգի հաջորդ հարցի։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի եղանակով օտարելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-ն որոշման պահանջներին և հիմք ընդունելով Արթուր Վանիկի Խոջոյանի դիմումը համայնքի ավականին որոշում է ավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ուղղակի վաճառքի եղանակով ընդլայնման նպատակով օտարելու ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07016-0221-0019 կադաստրային ծածկագրով 0.1213 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասը ընդլայնվող հողամասի սեփականատեր Արթուր Վանիկի Խոջոյանի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող 0.17-0220-0085 կադաստրային ծածկագրով 2.010298 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, հնդավոր, կորիզավոր, խաղող, ընդլայնվող հողամասերի։ Պարտավորեցնել Արթուր Վանիկի Խոջոյանին 2.500.000 դրամ վճարել Արզնի համայնքապետարանի 900-132-178 հաշվի համարին։ Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը 30 օրյա ժամկետում ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ Քվեարկություն կողմ 5 կողմ որոշում ընդունվեց անցնել օրակարգի հաջորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Արման Վալերիի Առաքելյանի դիմումը համայնքի ավականին որոշում է Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող Արման Վալերիի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող 0.17-0320-0035 կադաստրային ծածկագրով 0.1188 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի
ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քվեարկություն կողմ, 5 կողմ, անցնենք օրակարգի հաջորդ հարցի։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Արման Վալերիի Առաքելյանի դիմումը համայնքի ավականին որոշում է։ Արցնի համայնքի վարչական տարածքում գտնվող Արման Վալերիի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող 07016 0320 0034 կադաստրային ծածկագրով 0.1187 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ընդերօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով, միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քվեարկություն կողմ, 5 կողմ, որոշումը ընդունվեց, անցնենք օրակարգի վերջին հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ, 42-րդ կետերի և հիմք ընդունելով Արգամ Ժորայի Վարդանյանի դիմումը համայնքի ավականին որոշում է։ Արցնի համայնքի վարչական տարածքում գտնվող Արգամ Ժորայի Վարդանյանի սեփականության իրավունքով պատկանող 07016 0439 0004 կադաստրային ծածկագրով 0.15 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել և դարձնել արդյունաբերության ընդերօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը համարել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավականու կողմից այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ Քվեարկություն կողմ, 5 կողմ, օրակարգի հարցերը սպառվեցին։ Օրակարգի հարցերը սպառվեցին, նիստը համարում ենք փակված, շնորհակալություն բոլորից հետ։ Սամել